Վար երեկո, այսօր սեպտեմբերի 1-ն է, օրը տոնական է, այսօր գիտելիքի և դպրության օրն է, այսօր հանրապետության կրթական հաստատություններում, դպրոցներում, բարձրագույն ուսումնական հաստատություններում մեկնարկել է նոր ուսումնական տարին։ Միանում ենք բոլոր այն շնորհավորանքներին, որ հնչել են այսօր ուղղված աշակերտներին, առաջին դասարանցիներին, ուսանողներին, մանկավարժներին, դասախոսներին, ընդհանրապես կրթության գործի կազմակերպիչներին և կառավարողներին։ Սա երկրի հարցը ծրագիրն է, ես այսօր զրուցելու եմ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, Երևանի Ավագանու Բարև Երևան խմբակցության և Կրթության հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանի հետ վար երեկո։ Ընդունեք նաև շնորհավորանքները ձեզ ուղղված, երկար տարիներ կրթության ոլորտում եք և վստահ եմ դուք նաև շնորհավորանքի խոսքեր և մաղթանքներ ունեք ձեր գործընկերներին, հա։ Այո, հասցրել եմ հրապարակավ կայքերով ասել, բայց եթե թույլ կտաք, մեկ անգամ էլ կասեմ։ Անշուշտ շնորհավորում եմ գործընկերներիս առաջին հերթին և մաղթում, որ իրենք միշտ լավ տրամադրությամբ մտնեն դասարան ու մտնելով դասարան մոռանան իրենց բոլոր հոգսերը, մոռանան այն մասին, որ պետությունը իրենց չնչին աշխատավարձ է տալիս, որտեվ իրենք են ընտրել այդ մասնագիտությունը, երեխաները մեղավոր չեն ու մտնեն ու երեխաներին յուրաքանչյուրի հետ կարողանան լեզու գտնել ու կարողանան յուրաքանչյուրին ներարկել, ներշնչել, որ ինքը կարող է, դու կարող ես ու մեկ-մեկ էլ սովորեցնեն երամին հակառակ թռչել։ Դա շատ կարևոր է, որ ունենանք մի հասարակություն, որտեղ չլինի այս միակարծություն, բազմակարծությունը շատ գեղեցիկ բան է։ Իմ Բախշյան, ձեր ցանկությունն ու մաղթանքը կարծում եք հեշտ իրականանալի է, լավ տրամադրությամբ մտնել դասարան, մոռանալ թե ինչ պայմաններ են և կարողանալ աշխատել։ Ես կարծում եմ պայմաններից մեկը, որ անհրաժեշտ է, որ մարդը կարողանա մոռանալ, դա այն է, որ ինքը անչափ սիրում է իր գործը, նվիրվում է իր գործին։ Պայմաններից երկրորդն այն է, որ ինքը պետության այն քաղաքացին է, որը մտահոգ է երկրի ապագայի համար, և երրորդ պայմանը, որ ինքը զգա, կրի այդ պատասխանատվությունը, ինքը պատասխանատու է վաղվա, մեր երկրի վաղվա ապագայի համար։ Դա շատ ծանր, դժվար, բայց անչափ պատվաբեր գործ է, որ ինքը ստանձնել է։ Եթե ինքը այս երեք պայմանը գիտակցում է, ուրեմն անկախ ամեն ինչից ինքը լավ տրամադրությամբ մտնում է դասարան։ Աստված օժանի, մեկը որ այն չի, այս պայմաններից, ուրեմն թող չմտնի, ավելի լավ է։ Ինչ անի։ Եթե այդ պայմանները պիտի լինեն, որպեսզի օգնեն մարդ մոռանա ամեն ինչ և գնա պատասխանատվությունը զգա վաղվա հանդեպ, սիրի իր աշխատանքը և այլն, բայց կողքից ինչ գործոններ կան, որոնք չեն խթանում, որոնք խանգարում են։ Շատ, բազմաթիվ, որ մեկն ասեմ, կարող է խոչընդոտ լինել այն, որ ուսուցիչը ինքը այդպիսի խանդավառությամբ գալիս է մոռանալով ամեն ինչ, բայց իր վերևում ամիջապես մի տնօրեն է, ով ընդհանրապես նստած է այնտեղ որպես կատարող, իրեն ինչ ասում են դա անում է, ինչ հրամայված է դա անում է և մոռանում է, որ ուսուցչին տրված է ստեղծագործելու հնարավորություն, ազատություն, որ դու փնտրի, դու գտի քո ձևը և տնօրենը այսօր կարող է մտնել ուսուցչին ասել, ինչու ես մեթոդով պարապում, նրանով պարապի, այս դասագրքով, որը ինքը իր պարզապես իրավունք չունի, ուսուցիչը իրավունք ունի ընտրել դասագիրքը, մեթոդը, նյութերը, ինքը ազատ է, բայց Աստված ոչ անի, կարող է հայտնվել մի այդպիսի տնօրեն, տեսուչ, ինչ գիտեմ, կրթության վարչությունից մեկը, տարբեր տեղերից ու մարդուն սկսի կաշկանդել, խեղդել և ինքը
ասի հարամն լինորը որ մտադրուց։ Ընդհանուր առմամբ մեծ հաշվով ինչ տեղ ու դեր ունի կրթությունը, գիտելիքը մեր իրականության մեջ։ Կրթությունը չափանիշ է ժամանակակից մարդ համարվելու համար, կրթությունը երաշխիք է, որպեսզի մարդ կարողանա այս արևի տակ իր տեղը գտնի, ինքն իրացվի, մարդավայել ապրի, շրջապատի հարգանքը վայելի եւ այլն։ Այսօր այս պահին մտքից մեջ ուզում եի ասել այո ու տեղն ու տեղը ինձ հակադիր բաներ գտա, ուզում եմ ասել ոչ, տեղն ու տեղը հակադիր բաներ կա։ Մեր իրականության մեջ, ավելի ճիշտ ասեմ ասեմ, նույնիսկ մեր իրականության մեջ կրթված մարդը, գիտելիք ունեցող մարդը իր տեղը գտնում է դժվարությամբ կամ տարբեր արգելքեն հաղթահարելով, բայց այն, որ կրթված մարդու կողքին բավականին անկիրթ, բավականին անգրագետ, ոչ օրինակելու, ոչ կերպարով, ոչ տեսքով, ոչ մի բանով մեկը հայտնվում է օրինակ ազգային ժողովում եւ ինքը այնտեղ հանկարծ իր կոճակ սեղմելով իր շնորհիվ կայացվում են որոշում օրենքներ, ընդունվում են օրենքներ։ Նաև կրթությանը վերաբերող։ Նաև կրթությանը վերաբերող դա ցավ է պատճառում յուրաքանչյուր կրթված մարդու, բայց միևնույն է կրթված մարդը միշտ հարգանք ունի։ Դա կրթության գործի մեջ լինելը, կրթության այդ մարդ լինելը, դա է ստիպում ձեզ մի քիչ լավատեսական լինել եւ ասել, որ կիրթ մարդը այդուամենայնիվ իր տեղը գտնում է, թե իրականում այդպես է։ Իրականում այդպես չէ եւ այդ ինչ որ ասի դա իմ լավատեսության արդյունքը չէ։ Դա չէ, դա այդպես պետք է լինի։ Դա մարդկության ի սկզբանե մարդկությունը այդ ուղղությամբ գնում է եւ գնահատվում է կրթությունը։ Հիմա եթե մեր իրականության մեջ այսօր իմ ասացի ու իրականության մեջ հակասություն կա, տեղից բոլորովին չպետք է ընդհանրել որ անկիրթ լինելն է լավ։ Ոչ, միևնույն է, կրթված մարդը ավելի ընդունելի է, հարգելի է, օրինակելի է, ուղղակի պիտի այդ կրթված մարդիկ, որոնց թիվը այսօր բավական շատ է մեր երկրում, բայց չգիտես ինչու որտեղից այդ անկիրթներն են մեջտեղ գալիս։ Սելեկցիայի խնդիր է, հիմա որ ասեմ, կասեն ծեծված խոսք է ասում, քաղաքական կամքի խնդիր է։ Քաղաքական այն ուժը, որ բերում է իր այդ անկրթությունը, պետք է գետինը մտնի, պետք է ամաչի, պետք է չուզենա նրանց հետ ճամփա անցնել, որտեղ նրանց պատճառով այնտեղ եթե կան նաև կրթված մարդիկ, իհարկե կան, նրանք էլ են հեղինակ ազատում։ Հետևաբար, եթե ուզում են ընդհանրապես քաղաքական այսօրվա գործող իշխանությունը իր հեղինակությունը պահել, ուրեմն ինքը պիտի շարքերը լուրջ մաքրի։ Քաղաքական գործիչների հեղինակությունից խոսեցիք, ես ուզում եմ կրթական գործի մասնագետների հեղինակությանն անդրադառնալ։ Նախընթաց տարիներին, ասենք իմ աշակերտական տարիներին դպրոցի տնօրենը անվերապահ հեղինակություն էր։ Ուսուցիչը մեծ հարգանք վայելող աշխատանք եւ մասնագիտություն էր։ Մենք զիջել ենք այդ դիրքերը, փոխվել է ինչ-որ բան, ինչ է փոխվել։ Այո, իհարկե փոխվել է։ Փոխվել է այն, որ այսօր նույնիսկ առաջի դասարանցի երեխային, դասարանի երեխային ապրիորի չես կարող հեղինակություն թելադրել։ Այն որ կանգնես ասես, գիտես, ես քո ուսուցիչն եմ եւ ինքը մի անգամից զարմացած, հիացած ու աներկբա քեզ ընդունի, չէ, ինքը չի, ինքը քեզ մի երկու հատ այնպես հարց կտա, կտնտղի տեսնի դու իսկապես եւ այլն, դու պիտի վաստակես։ Այսօր այդ հեղինակությունը չես կարող ասել ես 40 տարվա մանկավարժ եմ, ուրեմն եթե ասես որ 40 անգամ ավելի բերանիդ կգան, եթե ասես ես եմ, չէ, ուղղակի այսօրվա մանկավարժը պիտի վաստակի այդ հեղինակությունը։ Պիտի վաստակի։ Իսկ ինչպես դա
մանկավարժի համար անհրաժեշտ ու բավարար պայման է, որ ինքը լինի ընկեր, հոգեբանությունը հասկանա այդ դեռահասի եւ կարողանա այդ դեռահասին բերի իր դաշտ, ընկեր լինի, այսինքն ինքը կարողանա, գիտեք Կոմիտասի ինչի ասել մեր վարդապետը, ասել է պետք է կարողանաս իջնալ յուրաքանչյուր երեխայի հոգեկան ամենայն փոքր աստիճանը եւ անոր վերցնես, բարձացնես քեզ հետ միասին։ Այսինքն դու ամեն երեխայի հետ պիտի իջնես իր տարիքը, իր առանձնահատկությունները հաշվի առնող ամեն ինչ ու նրա հետ բարձրանաս եւ ընթացքում էլ թե դու սովորես, թե իրեն սովորեցնես։ Երեխան պիտի տեսնի թե դու ոնց ես սովորում։ Ինքը այդ process-ին պիտի այսպես շոշափի դու արդյոք սովորում ես, թե դու գալիս ես միայն ասում ես սովորի ու ինքդ 10 տարի, 15 տարի նույն բանը ասելով անգիրարած նույն բաները գալիս ես ասում ես ու այն խեղճ երեխին ասում ես 45 րոպեում լսի հասկացի, գնա վաղը դասը սովորի, միսօր արի ինձ նման պատմի։ Դրա համար ընտրյալ է պետք լինել եւ էլի կարծես թե հանգում ենք ընտրության մասնագետների միջից սելեկցիայի, հա, դրական սելեկցիայի խնդրին։ Կարծես թե մեխանիզմներ դրա համար ստեղծվում են, ես չգիտեմ, ձեզ պիտի հարցնեմ, արդյոք արդյունավետ են այդ մեխանիզմները, զորօրինակ դպրոցի տնօրենի ընտրություն։ Նու սովետական տարիներին նշանակվում էր եւ վերջ։ Հիմա ինչ որ մեխանիզմներ են ստեղծվել, հա, հավաստագրի համար քննություն, այսինքն դու պիտի քննություն տաս, որպեսզի իրավունք ունենաս հավակնել դպրոցի տնօրենի պաշտոնին։ Հետո այդ հավաստագրով հանդերձ ընտրություն, մրցույթ, թե հա, մրցույթ, որը պիտի անցկացնի կառավարման խորհուրդ է կոչվում, թե ինչպես դպրոցի կառավարման խորհուրդը։ Հիմա այս քննություն, հավաստագիր, ընտրություն, կառավարման խորհուրդ, այս մեխանիզմները ինչի համար որ ստեղծվել են ծառայում են իրենց նպատակին արդյունավետ, թե պարզապես մենք բանի հետևից ենք գնում այսպես բովանդակությունը այն չի, ձևը ամեն ինչ ասում է։ Ուրեմն երբ 99 թվականին բարեփոխման կրթության ոլորտի բարեփոխման առաջին ծրագիրը ընդունվեց կառավարության կողմից, դրա այսպես ասած մեծ վերնագիրը հետևյալն էր, դպրոցում ժողովրդավար կառավարում, որից հետևում էր, որ այդ ժողովրդավար կառավարման արդյունքում դպրոցը պիտի լինի ինքնավար, ինքնուրույն իր որոշումների մեջ, դրանից հետևում էր, որ պետական բյուջեն աշակերտ թվով պիտի ֆինանսավորի, մեկ թիվ պիտի տա, այսքան անգամ այսքան աշակերտի թիվ, գումարած պահպանության ծախս, այսքան փող եմ տալիս քեզ դպրոց, դու քո կառավարման խորհրդի հետ դիր քո ֆինանսավորում արա եւ ներկայացրու։ Այդտեղ մի շատ կարևոր կետ էլ կար, մրցակցությունը, դպրոցների միջև մրցակցությունը ներդնել եւ զարգացնել։ Տեղի չունեցավ ժողովրդավար կառավարում։ Ինչու, որովհետև ձևը կար, բովանդակությունը ոչ։ Ձևը կար եւ 2009 թվականի օրենքն էլ ամրագրեց դա օրենքով։ Տեսեք, ուղիղ 10 տարի հետո օրենքը ընդունվեց հանրակրթության մասին եւ այնտեղ ժողովրդավար կառավարման մոդելը դրվեց։ Որն էր դա, որ կառավարման խորհրդի կողմից ընտրված տնօրենը պիտի իրենց հետ կնքի պայմանագիր, ոչ թե մարզպետի հետ։ Ուրեմն ինչ է ստացվում, կառավարման խորհուրդը ընտրում է, ուղարկում է մարզպետի հետ պայմանագիր է կնքում, վերջ, այդ պորտալարը պինդ ձգած, մարզպետը ոնց ուզում է խաղացում է, ինչ կառավարման խորհուրդ, ինչ լիազորված մարմնին բան է, ֆինանսական նախահաշիվ գրելն է, ու փաստորեն այն գլխից տապալվեց, այսինքն ուզում էին անել ինչ-որ բան, բայց մյուս կողմից էլ իշխանությունները ասում են ընտրության ժամանակ տես, հա, պիտի ապահովես, այսքան տոկոս, չեղավ, տեղդ կազատես։ Հիմա տնօրենը այդ բոլոր դարդը ցավը թողում է
ու հատկապես ընտրական այդ գործընթացների մեջ այդ ընտրական քաղաքական գործընթացները շատ են վնասում դպրոցներին։ Այո, մեր չնայած կրթության մասին օրենքով, հանրակրթության մասին օրենքով արգելվում է քարոզչությունը եւ որևէ տնօրեն շատ քչերը, բայց փորձում են բացահայտ քարոզել ու ամիջապես հայտնվում են Facebook-ի էջերում, հիմա իրանք զգուշ են, հիմա իրենք չեն քարոզում, բայց այդ ուսուցիչներն էլ կախված են տնօրենից, չէ՞։ Ուսուցիչներն էլ գիտեք, աշխատատեղը շատ քիչ, ուսուցիչների թիվը շատ, ժամերը քիչ, երեխաները ամեն տարի քչանում են, պակասում են, ժամերը կրճատում են եւ այդ որոշ ուսուցիչներ ուղղակի պատանդ են դառնում այդ համակարգին, ուզում են, չեն ուզում, իրենք հարմարվում են, հարկադրված են, իհարկե կարելի է հասկանալ իրենց եւ այս պայմաններում ուսուցչի մեջ ստեղծագործել, գնալ գիշերը չքնել ու մտքի մեջ դասը վերլուծել, այդ յուրաքանչյուր երեխայի համար անհատական ինչ-որ բան գտնել, դա հոգեվիճակ է, որտեղ պիտի հայտնվի ուսուցիչը եւ իրեն անընդհատ գլխի մեջ այդ բանը պիտի պատտի։ Դրանք են կարևոր բաներից, որ չեն խթանում, ընդհակառակը խանգարում են ուսուցչին եւ դպրոցին եւ կրթության ընդհանրապես։ Այո, այսինքն հենց բարելավման բարեփոխման առաջին ծրագրով նախատեսած այդ կետերը այսօր կարելի ասել իրենք բովանդակությամբ չեն գործում։ Դպրոցի տնօրենների ընտրության մասին խոսեցինք, վերջերս զանգվածային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր հայտնվել Երևանի դպրոցներից մեկի տնօրենի ընտրությունը, եթե չեմ սխալվում, այն դպրոցը, որտեղ դուք նախկինում տնօրեն եք եղել, ինչ պատմություն էր, ինչ էր կատարվել։ Այո, ես այդ դպրոցում նախկինում տնօրեն էի եւ բավական ես ստեղծագործել եմ դպրոցում իսկապես։ Ինձ հետո եղավ մաթեմատիկայի ուսուցչուհին, ով պարզապես խոշոր չափերի յուրացումներ, հափշտակումների համար դատապարտվեց։ Ասեմ, որ այդ ընթացքը բացահայտել, ամեն ինչ անելը արել եմ քաղաքապետարան երբ որ ավականի անդամ եմ, այդ թղթերը բոլորը ստանում եմ ֆինանսական, մի խոսքով, այսպես ասած քրտինքով վաստակեցի նրան դատարանի առաջ կանգնացնել։ Հա կանգնեց, պատիժ սահմանվեց, ընդամենը 800,000 դրամ, 3 հոդվածով, 3 հոդվածի դեպքում այդ պատիժն էլ ջրվեց, որովհետև համաներման տակ ընկավ, դատվածության մարվելու ժամկետը 1 տարի, գումարած դատախազն էլ 6 ամիս պահանջեց պաշտոնական դիրք չգրավել, 1.5 տարի հետո ինքը արդեն օրենքով իրավունք ունի մասնակցել մրցույթին։ Օրենքի խախտում չի եղել։ Ոչ, օրենքի խախտում չի եղել։ Այս մրցույթի հետ կապված չի եղել, բայց տեսեք, ուղիղ 2 տարի այդ դպրոցը ժամանակավոր պաշտոնակատար է։ Եվ այդ ընթացքում ամեն ինչ արվում էր, որ ժամկետները ձգվեր, 2 տարի լրանար եւ նորից այդ մարդը գար մասնակցել մրցույթին։ Սա է հասկանալի։ Եվ մեկ ուրիշ բան էլ ասեմ, 4 հոգի էին դիմել, կառավարման խորհուրդը 8 հոգուց, որի մեջ 2-ն էլ ծնող են, 4-ից 3-ը դատվածություն չունեին, 1-ը ուներ։ Իրենք այդ մեկին ընտրեցին։ Դե եթե ընտրվել է, ուրեմն ընտրվել է։ Հիմա մնացյալը մեկնաբանությունների հասկանալի է։ Ընդհանուր առմամբ ինչ կարծիք ունեք այս նոր համակարգի 12-ամյա կրթություն, ավագ դպրոցներ, սրանք բովանդակություն ունեն, որպես բարեփոխում, թե էլի ձև է ընթանում։ Տեսեք, գաղափարը շատ արժեքավոր է, որ պատանին երիտասարդը 12 տարի մնա կրթության մեջ։ Դա նշանակում է, որ հիմնական դպրոցը ավարտի եւ հաջորդ 3 տարին ինքը իր մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ փնտրտուքի մեջ լինի եւ ընտրի այն, ինչ որ ուզում է դառնալ։
բան է, ծեփագործ է ուզում դառնել, կաֆելշիկ է ուզում դառնալ, թե բժիշկ է ուզում դառնալ, հասկանում եք։ Սա խելացի կազմակերպելու դեպքում մարդուն դեռահասին երիտասարդին բացահայտող, օգնող, ինքը իրեն ճանաչելու ժամկետ է, որպեսզի ինքը իր բոլոր ուժեղ ու թույլ կողմերը հասցնի ճանաչել եւ ասի, որ այո, ճիշտ եմ ընտրել, ես սա եմ ուզում դառնալ, կամ էլ ասի, չէ, վայ, ես ոնց եմ ուզում դա դառնալ, ես այս հմտությունները չունեմ։ Ավագ դպրոցի հայեցակարգը, որը 2008-ին կառավարության կողմից հաստատվեց, ասում է շատ կարևոր բան, որ ավագ դպրոցը, արհեստագործականը չեմ ասում, դպրոցի կոչումը նախամասնագիտական կողմնորոշման կրթություն տալն է։ Ինչ որ ես ասացի։ Բայց հիմա այդպես է նախամասնագիտական կրթություն է տալի։ Ոչ։ Այսօր ավագ դպրոցը ընդամենը ունի հոսքեր, հիզմատ, հումանիտար եւ այլն, եւ երեխան գալիս է իր ընտրած հոսքն է գնում։ Բայց գիտեք, ստեղ էլ մի շատ վտանգավոր բան ենք տեսնում։ Եթե, ասենք, ֆիզմատ հոսքում հավաքվում են քիչ երեխաներ, որտեղ քիչ է նրանց թիվը, ասում են, գիտեք, ստեղ չբացվեց, այս դասարան չի ֆինանսավորել, եկեք գնացեք հումանիտար, եկեք գնացեք մյուսը։ Այսինքն, քանի կոպեկ արժի այդ նախամասնագիտական կողմնորոշում ասվածը, եթե դուք եթե չեք թողնում, եթե դուք փոխանակ երեխային հարմարեցնում ենք մեր ֆինանսավորմանը, եւ ասում է получилось как всегда, հա 12-ամյա պարտադիրին եմ կողմնակից։ Այո, ես գտնում եմ, որ մինչև 18 տարեկանը երիտասարդը պիտի կրթության մեջ լինի։ Պիտի ինքը հասկանա, որ միայն կրթությամբ կարող է հետագայում իր կյանքը դասավորել։ 9-րդ դասարանից հետո ուզում է գնալ, ինչ ուզում է դառնալ, արհեստագործական ուսումնարանները պետք է զարգացնել ամեն տեղ Հայաստանի ամբողջ տարածքում, քոլեջները, այս ավագ դպրոցները, եւ այդ բազմազանությունը պետք է մտցվի, հերահար կրթությունը պետք է մտնի։ Այսօր գյուղում կա երեխա, որ ունի համակարգիչ, բայց չի կարող գնալ հասնել գալ ասենք Երևանի Թերլեմեզյան կամ ինքը ուզում է հերահար կրթություն ստանալ։ Պետք է տրվի այդ հնարավորությունը։ Ինչպես բուհերում կա։ Կրթության ձևերը դի բազմազան լինեն։ Ընտրություն պետք է լինի։ Երեկոյան դպրոցը փակեցին, բայց այսօր երեկոյան դպրոցի անհրաժեշտությունը շատ մեծ է, որտեղ շատ երիտասարդներ ուզում են ցերեկ աշխատեն, գիշերը սովորեն, որտեղ հասկանում են, որ առանց այդ միջնակարգ կրթության ատեստատի հետո դժվար է, նույնիսկ պայմանագրային ծառայող ընդունվելու համար իրենք պիտի ունենան միջնակարգ կրթություն։ Ինչքան երիտասարդներ են այսօր պայմանագրային ուզում մտնել ծառայության, բայց որտեղ չունեն, խառնվում են իրար, մեկ էլ տեսնում ես գրում են, ինչ անեմ, դիքի այ ձեր ցավը տանեմ, ինչ ասեմ, ժամանակին պիտի անեիք, հիմա կան էքստերն ամեն տարի ինչ որ մի պահի էքստերն կան, գնացեք այնտեղ մասնակցեք եւ այլն։ Մի խոսքով ավելորդ դժվարություններ ենք տեմ, կրթությունը պիտի լինի ճկուն, մատչելի, հավասար հնարավորություններ բոլորին։ Դրա համար բազմազանությունը ձևերի, կրթության կազմակերպման ձևերը պիտի շատացնեն։ Պետությունը պիտի փող դնի։ Իսկ մեր պետությունը հենց սիրտը նեղվում է, հենց տեսնում եք փող չկա, ոչ մի տեղի չէ, գնում եք կրթությունից եք կտրում։ Այ մարդ։ Ազնիվ խոսք։ Կրթության զարգացման պետական ծրագրում 11-15 թվականներին խոստացել էր 4% հնայի։ 2.5%-ից համարյա չի բարձրացել, 2.5, 2.6։ Իսկ 16-18 թվականի միջնակարգ ծրագրում 2.5 է էլի։ 2.5-ից չենք բարձրանում։ Չէ, չենք բարձրանում, բայց օրենք ենք ընդունել համընդհանուր ներառման մասին։ Դա փող է։ Դա գումար է, որտեղից ուզեն տիճարեն։ Օրենքը ընդունել ենք, ասել ենք մինչև 2025-ը
Հայաստանի բոլոր դպրոցները պետք է համընդհանուր ներառական կրթություն իրականացնեն։ Ասացիք բոլորին հավասար հնարավորություններ, հիշեցի այդ ներառական կրթության մասին, վերջին շրջանում մամուլում էլ քննարկումներ եղան, ընդհանրապես ներառական կրթություն եւ հատկապես հանրային վերաբերմունքը այդ ներառական կրթություն կոչվածի նկատմամբ, ոչ միայն հանրային, չինովնիկական նաեւ վերաբերմունքը։ Ամենակարևորը դա է։ Եթե պաշտոնյաները իրենք դեմ չլինեն, այլ ընդհակառակը գոնե ասեն ինչ որ օրենքն է պահանջում, որտեղ դա իրենց պարտականությունն է, ի պաշտոն է իրենք պարտավոր են պետական քաղաքականության դեմ չգնալ։ Եթե դեմ չխոսեն, դա էլ արդեն բան է, ահագին բան է։ Իմ եւ իմ գործընկերների փորձը, այսպես ասած, մոնիտորինգ հայերեն ոնց ենք ասում։ Հա, մշտադիտարկման 15 տարիների մեջ ցույց է տալիս, որ մեր հասարակությունը մեծ հաշվով ահագին փոխվել է, ահագին, որովհետև մոտ 130-150 ներառական դպրոց կա Հայաստանում արդեն։ Ամեն մի դպրոցը ինքը մի օջախ է, թեկուզ վատ կազմակերպի կրթությունը, բայց այդ երեխաների, որ ներս են գալիս, այդ երեխաների համընդհանուր շփումը արդեն հասարակությանը ցույց է տալիս, որ այստեղ խնդրեմ չկա։ Դες երեխեքը ինչ լավ են շփում, այդ մեր գլուխներում է դժգոհությունը։ Եվ աստիճանաբար փոխվում է, եւ կփոխվի, եւ պետք է փոխվի։ Եվ եթե մենք ուզում ենք ունենալ մարդասեր խտրականությունից զերծ, ավելի հանդուրժող հասարակություն, ուրիշ ճանապարհ չկա, ավելի լավ ճանապարհ չկա, քան ներառական կրթությունը, որտեղ սա յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքն է պաշտպանում է օրենքը։ Օրենքում ուղղված է յուրաքանչյուր երեխայի կրթության ասում եք կփոխվի եւ պիտի փոխվի, բայց ես ինչքան տեսնում եմ, բավական դժվարությամբ է այդ ներառական կրթությունը իր ճանապարհը հարթում, որովհետեւ մի կողմից կա ոչ միանշանակ վերաբերմունքը, ոչ միանշանակ դրական, հա, նաեւ կան կարծիքներ, որ պետք չի, որ դա եւ այլն եւ այլն։ Ով է ասում պետք չի։ Ասում եմ, գիտեք։ Ես շատ լավ գիտեմ ով է ասում, բայց ինքը շատ փոշմանել է, որ տենց բան է ասել։ Մի խոսքով, այդ կարծիքը կա եւ նաեւ, ինչպես ասում եք, ամեն լավ գործի համար էլ փող է անհրաժեշտ եւ դպրոցները պիտի կարողանան ապահովել այդ պայմանները։ Դա էլ ֆինանսական միջոցներ են, որ ասում եք այսօր մեր կառավարությունը չունի։ Առայժմ չի նախատեսել, չնայած օրենքի մեջ թիվը գրված է, թե ինչքան գումար է այդ համընդհանուրում 3 միլիարդ դրամ ավել, քան տրվում է այսօր։ Պիտի գտնի, այդ իմ խնդիրը չի, կառավարության խնդիրն է, թող գնան, ինչպես ասում են, գլուխների պատը գլխով այդ փողը ճարեն, որտեղ դա պարտավոր են անել։ Ես որպես օրինակ բերեմ Տավուշի օրինակը, հա, Տավուշի մարզը արդեն 5 տարի է համընդհանուր ներառում է, այնտեղ պիլոտ ծրագիրը դրվել է։ Տեսեք, այնտեղ որևէ պաշտոնյա, մարզպետ, փոխմարզպետ, վերից չեք գտնի, որ կասկածի այս կրթության կազմակերպման ձևի վրա։ Չեք գտնի, ազնիվ խոսք։ Այնքան հավատում են իրենց արածին եւ ի պատիվ Հուլարյանի պիտի ասեմ, նախկին մարզպետի օրոք սկսվեց, իրենք հավատում են։ Եվ մտեք ամենահեռավոր Տավուշի ամենահեռավոր գյուղամիջի պապիկին հարցրեք։ Շատ լավ է, մենք խոսում ենք կրթության, ճկունության, հասանելիության, բոլորի համար հավասար պայմանների, տարբեր կրթական մեթոդների, մատչելիության մասին, բայց ցավով պիտի նշենք նաև, որ այսօր սեպտեմբերի 1-ին, երբ տոնական տրամադրություն է հանրապետության դպրոցներում, կան գյուղական համայնքներ, որտեղ պարզապես առաջին դասարան չի եղել, որովհետև չէի ուզում տխուր նոտայով ավարտեինք, բայց դա էլ իրականություն է։ Շատ տխուր բան է։ Եվ այդ տխուր լուրը ընդհանրապես այսօրվա լուր չի, դա գնում է դրան պարտավոր է իշխանությունը կասեցնել այս արտագաղթը։ Բայց այն ինչ որ այսօր կատարվում է քաղաքական առումով Հայաստանում չեմ ուզում ես էլ շատ տխուր բան
Այնքան էլ հավատ չկա էլի, բայց շատ եմ ուզում հավատալ ազնիվ խոսք։ Ով ուզում է լինի։ Հավատանք։ Հավատանք։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Այսքան է սա երկրի հարցի ծրագիրն էր, ես այսօր զրուցում էի Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, Երևանի ավագանու Բարև Երևան խմբակցության եւ Կրթության հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանի հետ։ Լավ մնացեք։